44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովը, որը ստեղծվել էր հասարակության հարյուրավոր հարցերին պատասխան տալու համար, ավարտեց իր աշխատանքը առանց պատասխան տալու։ Զեկույցը պատրաստ է, բայց պատասխաններ չկան, այն ուղղվեց արխիվ, եւ հիմա հարցերն ավելի շատ են, քան օրինակ 1 տարի առաջ։ Պարտության մեղավորների փնտրտուքի ճանապարհին իշխանությունը հասցրել է մեղադրել բոլորին՝ նախկիններին ու ներկաներին, Արցախին ու բանակին, սպային ու կամավորին, բայց գլխավոր մեղավորը դեռ մնում է անանուն։ Ինքը ավարտված է, զեկույցը որպես այդպեսին իր խաթորներով, իր էջերով շատ էջեր են, միայն վերցանումները, տեսագրությունները, դրանք մի հսկայածավալ աշխատանքը, որը նույնպես ավարտված է։ Իհարկե, առանց բացահայտմանից կրել լինի։ Դրա համար էլ տեսեք, ամեն ինչ հրապարակվելու է ամբողջությամբ։ 1 տարի էլ չի անցել այն օրվանից, երբ հանձնաժողովի նախագահ ՔՊԱ-ական Անդրանիկ Քոչարյանը խոստացավ, որ զեկույցն ամբողջությամբ կհրապարակվի։ Իսկ իրականությունն այլ է, հիմա այդ զեկույցին հասանելիություն ունեն միայն ազգային ժողովի պատգամավորներն, ընդ որում նրանք ստիպված են գաղտնիության պահպանման մասին փաստաթուղթ ստորագրել։ Այն մոտեցումները, որոնք իշխանությունների սկզբանը ներկայացնում էին նույնիսկ դրա ընթացքում դրանք լրիվ այլ են եւ բավականին տարբերվում են այն հիմնական բովանդակությունից, որը արտացոլվել է զեկույցում։ Պատգամավորը պահպանելով գաղտնիությունն ասում է, որ զեկույցում պատերազմին առնչվող շատ դրվագներում կան հակասություններ։ Բացակայում են փաստարկները, եթե անգամ դրանք կան, ապա հիմնավորված չեն։ Ինչպես որ իշխանությունը փորձում էր սկզբում ներկայացնել, որ դրանով պատասխան է տրվելու բոլոր հանգամանքներին, դրվագներին եւ այլն, քաղաքական դիվանագիտականից միջև ռազմական գործողություն ընթացք, այստեղ ուղղակի գոյություն չունի։ Այս զեկույցը կռիվ է գցել անգամ ՔՊԻ տանը։ ԿՊԱ-ական պատգամավորները միանշանակ չեն ընդունում դրա արխիվացումը, մասնավորապես հակասական են Անդրանիկ Քոչարյանի եւ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները։ Սիմոնյանն ասում է, զեկույցը լիագումար նիստերի օրակարգ բերելու ժամկետները խախտվել են, Քոչարյանն էլ հակադարձում է գործընկերոջը։ Քննիչ հանձնաժողովը իր զեկույցը ուղարկել ազգային ժողովի նախագահին, որտեվ հիմա թուրն բռնում կա, ասում են, որ գիտեք, դուք ժամանակ եք խախտել, չկա այդպիսի բան։ Եթե զեկույցը, չէ, այդ ասողները ես պարոն Սիմոնյանի հետ խնդիր չունեմ եւ չեմ կարող ունենամ։ Պարոն Սիմոնյանը ազգային ժողովի նախագահն է, ես պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահը եւ մեր հարաբերությունները բացի ընկերականից ունեն խիստ գործընկերային հարաբերություններ, որը բխում է կանոնակարգ օրենքի պահանջներով։ Այնպես որ այստեղ խարդավանքներ մի փորձեք մանգակ, արդեն բազմիցս փորձեր եղել են եւ մատնվել են անհաջողության։ Հիմա դրա մասին չի։ Գլխավորը ունենք զեկույց եւ շատ կարեւոր է այդ զեկույցը ներկայացնել լիագումար նիստին եւ զեկույցը պետք է ունենա հետևանք, այսինքն դասեր քաղենք այն իրողությունից, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք առնչվեցինք։ Նույնիսկ ՔՊԻ ներսում բոլորը չեն ստորագրել փաստաթուղթը։ Քրիստինե Պողոսյանն օրինակ պնդում է, թե չի հասցրել ծանոթանալ զեկույցին, ուստի չի ստորագրել։ Իսկ Հայկ Սարգսյանը չի մեկնաբանում չստորագրելու պատճառները։ Կարծում եմ, որ իշխանությունը, եթե ոչ առաջին փուլում, ապա գոնե դրա հիմնական տեղեկատվության հավաքագրման ժամանակահատվածում արդեն իսկ գիտակցել է, որ սրա նույնիսկ ամենավատ իրենց հատուկ կամ իրենց նարատիվներ շրջանակներում գրելու պարագայում մեկ է, իրենց պատասխանության հարցը այդտեղից վերացնել, դուրս հանել պարզապես չի ստացվելու։ Հանձնաժողովի աշխատանքների շրջանակում հարցաքննվել են Արցախի ու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում Արցախի հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն ու Նիկոլ Փաշինյանը։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասում է, այս զեկույցը ոչ թե պարզաբանում է տվել, այլ ինքնախոստովանություն է դարձել իշխանության համար, ինչն էլ փորձում են փակ պահել հանրությունից։ Սեդա Մակարյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։